Հրապարակ թերթը գրում է. շաբաթ օրը Ազատության հրապարակում արցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին։ Եվ քանի որ արցախցիները ողջ կազմակերպչական հարցերը քաղաքական գործիչների փոխարեն դրել են հասարակական սեկտորի ներկայացուցիչների ուսերին ու այդ նպատակով ձևավորել են արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ, ապա իշխանությունների մինչ այս պահը չի հաջողվում բռնել ու շինծու մեղադրանքներ առաջադրել Արցախի նախկին պաշտոնյաների։ Ուստի որոշել են պառակտիչ գործողություններ ծավալել հենց արցախցիների միջոցով։ Հրապարակ թերթին պատմեցին, որ հասարակական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ կազմակերպչական քննարկումների ժամանակ փորձել են սլաքները Հայաստանի Հանրապետության իշխանություններից տեղափոխել դեպի ՄԱԿ-ի եւ այլ միջազգային պատասխանատուների կողմը, թե մենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից չպետք է պահանջներ ունենանք։ Բաքվում պահվող գերիների մեր վերադարձի իրավունքի համար պետք է պահանջներ ներկայացնենք ՄԱԿ-ի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված արևմտյան դեսպաններին, սակայն այդ փորձերը մերժվել են։ Եվ ոմանք հրապարակային հայտարարություններ են արել, թե չեն մասնակցելու հանրահավաքին։ Իրականում արցախցիների այս հավաքը սոցիալական խնդիրներից զատ նաև քաղաքական օրակարգ է առաջ տանելու։ Թեև կենտրոնում ապրիլի 1-ից արցախցիներին հատկացվող 40 հազարների դադարեցման հարցն է եւ բնակարանների ապահովման ռեալ ծրագրի պահանջը, քանի որ գործող ծրագրող բանկերն արցախցիներից կանխավճար են պահանջում, հաշվի չառնելով պետության տված սերտիֆիկատները։